Շնորհակալություն Տիգրան եւ այսպես ինչու է լռում Մարտուն Գրիգորյանը։ Տարբեր վարկածներ կան ինչու է լռում, որովհետեւ սկսած նրանից, որ իր հաշվարկները չեն արդարացել եւ ինքը հաղթանակ չի տարել Գյումրիում եւ հիմա ստիպված որոշակի կոալիցիոն իրավիճակ պետք է ստեղծի իր ողերիմ թշնամու հետ, այսպես կարելի ասել Վարդան Ղուկասյանի, ես ապրել եմ Գյումրիում ժամանակին 1.5 տարի եւ շատ լավ գիտեմ իրենց հարաբերությունները ինչպիսին են։ Վերջացած նրանով, որ սա ավելի շատ ոչ թե իր նախաձեռնությունն է, այլ իրենց հատարող քաղաքական ուժերի նախաձեռնությունն է, որոնք այս թե կամ այն կերպով որոշակի քաղաքական հարցեր են լուծում, իհարկե չեմ ուզում վատ ուղղությամբ մտածել, բայց գլոբալ առումով, եթե մենք բոլորս խոսում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունից օր առաջ պետք է հեռանա եւ Գյումրիում ժողովուրդը մերժեց Նիկոլին, հա, սա փաստ է արդեն, իսկ թվում է կարելի էր օր առաջ, օրինակ, այդ ամեն ինչը պայմանավորվել, խոսել, վերջացնել եւ սպասել արդեն ավականու առաջին նիստին։ Եվ ինչն է Մարտուն Գրիգորյանի խնդիրը, տեսեք, առավոտը ընտրություններից հետո միանգամից եւ Ռուբեն Մխիթարյանը եւ Կարեն Սիմոնյանը, երկու ընդդիմադիր ուժերի ղեկավարող, ցուցակղեկավարող մարդիկ միանգամից ասեցին, որ իրենք պատրաստ են սատարել Վարդան Ղուկասյանին որպես ամենաշատ ձայն հավաքած ընդդիմադիր ուժին եւ բոլորը սպասում են, որ Մարտին Գրիգորյանը նույնը կանի եւ կգնանք արդեն դարձը հետագայում մեր գործերով։ Չարեց։ Լռեց 12 ժամ անց, եթե ես չեմ սխալվում։ 3 երեկոյան։ Ժամը 18-ին, եթե չեմ սխալվում, ինչ որ հայտարարություն արեց, որ ԿՊ-ն երբեք չի լինելու իշխանություն։ Հա, Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։ Մարդիկ այդ չեն սպասում։ Մարդիկ սպասում են այն, որ ինքը պետք է ասի, որ այս կամ այն կերպով ինքը աջակցելու է այդ կոալիցիային արդեն 3 կուսակցություն եւ դաշինքից բաղկացած եւ վերջ։ Այսօր մենք ամբողջ օրը կրկին սպասել ենք, բայց բացի նրանից, որ ինչ որ թերթով մեզ ասեցին, որ ինքը հնարավոր է 2 հոգի ավական նիստի ժամանակ տրամադրի, ուրեմն Վարդան Ղուկասյանի ընտրությանը, որ իրեն ընտրեն, այլ բան մենք չենք լսել եւ սա ինչով է վտանգավոր, որ յուրաքանչյուր բան Մարտուն Գրիգորյանը կարող է ասի, որ ես այդպեսի բան չեմ ասել, սա թերթ է, սուտ է ասել եւ այլն, այսինքն ոչ Մարտուն Գրիգորյանը, ոչ իրեն սատարող քաղաքական ուժերը Երևանից որևէ պաշտոնական մակարդակով հայտարարություն չեն արել։ Ավելի շատ ավելի վատ բան եղավ քիչ առաջ, մենք իմացանք, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել Վարդան Ղուկասյանի որոշակի ասելիքի պահով եւ Մարտուն Գրիգորյանամերձ մարդիկ, ովքեր բավականին լավ ծանոթ են, շտաբում եղել են, նկարը բռնում են, ասեցին, տեսակ ինչու է լռում Մարտունը։ Արդյոք դա նշանակում է, որ այդ շտաբում Մարտուն Գրիգորյանը տեղյակ են եղել, որ հնարավոր է քրեական գործ հարուցվի, թե սա ուղղակի այսպես ասենք, աջակցի լեզվի սայթակում է։ Սա այս հարցի պատասխանը պետք է տրվի։ Սպասելու բան չկա իրականում, պետք է շատ հստակ ասվի, ինչը ինչոց է, որ այնուհետև չծնվեն տարբեր տիպի ասեկոսներ, տարբեր տիպի տարբերակներ, հա, թե իրականում ինչ է կատարում եւ ինչ է ուզում Մարտուն Գրիգորյանը եւ մնացածները։ Մարտուն Գրիգորյանին կարելի է հասկանալ, եթե մենք սահմանափակենք մեզ Գյումրի եւ Գյումրիով, հա, որովհետեւ այո, իր համար շատ բարդ է, որ համարյա թե վենդետայում աստիճանի հասած Վարդան Գրիգորյանի հետ որևէ կոալիցիա, դաշինք, եսիմ ընդհանրապես իրար կողք լինելը, բայց մենք խոսում ենք հանրապետության մասշտաբով եւ Վարդան Ղուկասյանի դեմ, հա, այսպիսի լռությունը, դեմարշը կամ ինչ-որ բան, ինքը լավ կողմից չի նկարագրում ամեն դեպքում հասկանալով այդ բանը։ Եվ ես ամեն դեպքում կարծում եմ, որ նաև Մարտուն Գրիգորյանի կերպարը, այդ կաղապարված կերպարը օգտագործվում է նաև այլ մարդկանց կողմից, այդ պահը, որ ինքը Վարդան Ղուկասյանի հետ խնդիր ունի, այլ ուժերի կողմից օգտագործվում է, որպեսզի կամ տապալել կամ մաքսիմալ հետաձգել ընդդիմության հաղթանակի վերջնական գրանցումը Գյումրիում։ Տիգրան, երեք Վարդան Ղուկասյանը մի հետաքրքիր բան ասեց, որ չի ցանկանում, որ փոխքաղաքապետի պաշտոնը այլ որևէ մեկին տալ, եւ այստեղ շատերը նույնիսկ քննադատաբար էին մոտենում, որ օրինակ գուցե եւ պետք է այդ փոխքաղաքապետի պաշտոնից մեկն էլ ընդդիմադիր լինի։ Կարող է օրինակ նաեւ սա պատճառ լինել, որ Մարտուն Գրիգորյանը այսպես դեռ շարունակում է լուռ մնալ, թե սա Չէ, դա պատճառ չի, որովհետեւ Վարդան Ղուկասյանը կռահել է։ Հա, մոտավորապես գործողությունը ինչ կարող է լինել եւ եթե տեսեք Մարտուն Գրիգորյանը ամեն գնով ուզում էր հասնել իշխանության Գյումրիում, հաղթեր անցներ
Վարդան Ղուկասյանին եւ սա բավականին լավ շանս կլիներ, հատկապես եթե մենք հավատանք աջակցի խոսքերին, չեմ ուզում հավատամ, բայց հիմա կա այդ խոսքը եւ չկա այդ հայտարարությունը հերքող, հա, որևէ խոսք Մարտուն Գրիգորյանի շտաբից, ապա դա նշանակում է, որ իրենք սպասում են, որ Վարդան Ղուկասյանին կալանավորեն եւ ավտոմատ քաղաքապետը կդառնա քաղաքապետ եւ քաղաքի իշխանությունը կանցնի իրենց ձեռքը, այսինքն Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժը չի ունենա իշխանություն Գյումրիում։ Եվ իմ կարծիքով Վարդան Ղուկասյանը այդպես է մտածել, առնվազն դրա համար չի համաձայնվել փոխքաղաքապետի պաշտոնը տալ ընդդիմությանը։ Հիմա այս ինտրիգը Մարտուն Գրիգորյանն իր ղեկավարած ընդդիմությանը։ Ինտրիգը կպահպանվի մինչև ապրիլի 16-ը, այսինքն Գյումրի ավականու Անդրանիկ նիստը, թե այս օրերի ընթացքում այնուամենայնիվ Մարտուն Գրիգորյանը այդ որոշումը կկայացնի։ Դե վերջնական դեդլայնը 16-ն է, բայց երեք մեզ բոլոր աջակիցները մարդիկ, որոնք կապ ունեն Մարտուն Գրիգորյանի հետ եւ պաշտոնական դեմքեր, մեզ համոզում են, որ այսօր Մարտուն Գրիգորյանը հայտարարություն կանի։ Ճիշտ ասած, կեսկատակ կեսլուրջ մի բան ասեմ, ես երեք խորհուրդ հետևել Մարտուն Գրիգորյանը այսօր որևէ հայտարարություն չանի, որովհետեւ այսօր ապրիլի 1-ն է եւ ոչ միանշանակ կարելի է անցնել, միգուցե լսել են խորհուրդս եւ վաղը մենք որոշակի հայտարարություն կլսենք, բայց ամեն դեպքում տեսեք խնդիրը նաեւ ինչումն է, ուշացնելու դեպքում ընդհանրապես արդեն հետաքրքիր չի լինելու նույնիսկ ինքը ինչ է ասելը, որովհետեւ մարդիկ արդեն մոտավորապես սկսում են հասկանալ ինչ խաղ է գնում, հա, եւ այդ ուշացնելու process-ը միայն ամրապնդելու է, այսինքն եթե 4-5 օրից ինքը ինչ որ բան ասի, արդեն այդ տատանվելը, հա, այդ լռությունը արդեն բավականին ոչ լավ ձևով նկարագրում են, ես էլ եմ ասում, ինքը բավականին մեծ իմիջային կորուստ ունի եւ Գյումրիում եւ ինքնում արդեն Հայաստանի մակարդակով, որովհետեւ շատերին համար անհասկանալի է եթե դու պայքարում ես Օրարաշնիկովի իշխանությունից ազատվելու եւ այսքան ձգձգում ես, այսինքն սա դեմ ասում ինձ թվում է ինչ որ խորհրդատուներ ամեն դեպքում Մարտուն Գրիգորյանի մոտ կգտնվեն, որոնք ասեն, որ այլևս այդքան ուշացնել պետք չի։ Չեմ ուզում այդ օրինակով համեմատել, հա, բայց պատկերացրեք, եթե մարդիկ գնում են հարց ուզելու եւ հարցը սկսում է օրերով, ամիսներով ինչ որ բաներով սպասել, շատ հավանական է, որ մարդիկ այլևս չուզենան, հա, որևէ ինչ որ բան ունենալ կապ ունենալ այդ ընտանիքի հետ։ Հիմա էլ եմ ասում, օրինակս ուղղակի վերացական է, բայց այս լռությունը եւ մարդկանց սպասողականությունը աշխատում է հիմա եւ վնաս Մարտուն Գրիգորյանին եւ իրեն ղեկավարող իրեն աջակցող քաղաքական ուժերին։ Կրկին Գյումրու ընտրություններից իհարկե առավելագույն թվով ձայներ ստացավ իշխող ուժը, քաղաքացիական պայմանագիրը, բայց 50+1 չհավաքեցին։ Ինչու սա նշանակում է, որ իշխանության վարկանիշը ընկել է եւ դրա ցուցիչը հենց Հայաստանի բնակչության քանակով մեծությամբ երկրորդ քաղաքի ընտրություններն էին։ Ես համոզված եմ, որ եղել են ընտրակեղծիքներ, ես համոզված եմ, որ եղել է ահռելի ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործել եւ ես համոզված եմ, որ այդ ձայների առնվազն կեսը, չգիտեմ, 8-ից են, հա, իմ համոզվածությունս նաև հիմնված է նրա վրա, որ բազմաթիվ հարցումներ են եղել եւ որևէ հարցումով այդ տոկոսը, այդ քանակը իշխանությունը չէր հավաքում։ Տեսեք, իրենք ապահովել են բավականին շատ ձայներ, ըստ իրենք մտածում են, որ քիչ ավելի մարդ կգա, բայց քանի որ շատ մարդ եկավ, հա, այստեղ Սարիկ Մինասյանը այդ 50+1-ը չհավաքեց, բայց էլ եմ ասում, եթե գար 10,000 ավելի քիչ մարդ, 15,000 ավելի քիչ մարդ կամ այդքան ինչքան Գյումրիի նախորդ ընտրությունների ժամանակ, ինքը 50+1-ով հաղթում էր, Լևոն Բարսեղյանն էր համապատասխան իր տոկոսը հավաքում եւ իրեն կոալիցիոն կազմով բան էր, ղեկավարում են քաղաքը։ Դա չստացվի եւ դա իրենց համար բավականին տհաճ անակնկալ էր եւ տեսեք ինքը հավաքեց 35%, եթե ես չեմ սխալվում, դա նշանակում է, որ առնվազն 65%-ը, լավ, Լևոն Բարսեղյանի 4%-ն էր Սարիկի տանք, չնայած ինքն էր մերժում իշխանությունները, այսպես ասենք, ու առնվազն 65%-ը Գյումրիի դեմ է իշխանությունին, իսկ եթե այդ լցոնումները, կեղծիքները, ադմինիստրատիվ ռեսուրսը մարդկանց պարտադրելը հանենք, կարելի ասել, որ Գյումրիում Նիկոլենք մոտավորապես 10-15% են եւ սա հերթական պարտություն է, Փարաքերում պարտություն եղավ, Վանաձորում են պարտվել, դեռևս մինչև այդ Գյումրիում են կրկին պարտվել, Երևանում են պարտվել, այսինքն Բերդ քաղաքում էին պարտվել։ Բերդ քաղաքում ամենտեղ մարդիկ տեսնում են եւ ոչ միայն ներսում, այլ դրսում, հա, որ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունն ձգտում է 0-ի։
Եվ այսպես ընտրությունների օրը նաև միջադեպեր էին եղել եւ իշխող ուժից падգամավոր Վիլեն Գաբրելյանը չեր վրիպել լրագրողների աչքերից, քանի որ գտնվում էր ոչ սթափ վիճակում, որոշ միջադեպեր եղան, ոչ սթափ վիճակում հայհոյել էր լրագրողին եւ այսօր արդեն Վիլեն Գաբրելյանը Facebook-յան գրառմամբ տեղեկացրեց, որ մանդատից հրաժարվում է, մեջբերեմ իր խոսքից այդ հատվածը, ասում է, որ իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել падգամավորի վարքին եւ բոլորից ներողություն է խնդրում ու հայտնում, որ մանդատից հրաժարվում է։ Տիգրան, սա իսկապես կարելի է համարել, որ Վիլեն Գաբրելյանը զղջաց իր արարքների համար, թե ի վերջո սա պարտադրանք էր իշխանության կողմից, որ Վիլեն Գաբրելյանը մանդատը վայր դնի, որովհետև այնտեղ կար մի հայտնի հայտարարություն, որի մասին շատ խոսվեց, դուք ինքներդ էլ դա նշել էիք, որ սխալվել էր եւ ասել էր, որ 2026 թվականին իշխանությունը փոխվելու է, ել ինչի ինքը ավելի շուտ հիմա մանդատը վայր դնի։ Շատ լավ, տեսեք, Վիլեն Գաբրելյանը նաև իր ստատուսի մեջ այլ մի պարբերություն կա, որտեղ ինքը ասում է, որ ինքը առաջադրվել է, ինքն առաջադրվել է ԿՊ-ի վարչության խորհրդի, չգիտեմ, որպես անդամ, քանի որ պետք է պայքար վարի ԿՊ-ում, չգիտեմ, ծվարած ինչ որ կերպարների դեմ։ Սա նշանակում է, որ սա իր սրտով չի, հա, որ այդ դա պարտադրված է, այսինքն ինքնակամ, ինչ որ նույնիսկ ասում են խիզախություն անեցել ԿՊ-ի վերջին տղամարդն է եւ այլն, բացարձակապես։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ դուք մատնանշեցիք խնդիրը, որն է, տեսեք, Վիլեն Գաբրելյանի նման արարքներ կատարել են բազմաթիվ падգամավորներ, նույնիսկ ավելի վատ, հա, եւ Ասլանյանը, Հակոբը, հա, որ անպատվում էր քաղաքացիներին, Անդրանիկ Քոչարյանից ընդհանրապես չխոսանք, ամեն անգամ միջադեպ է, Ալեն Սիմոնյանն է արել եւ հարբած են եղել, հարվածել են, թքել են, ստորացրել են, այսինքն այդ ամիջը եղել, ամիջը ներվել է, հա, իսկ հաշվի առնելով, որ նաեւ Վիլենը լյուբիմչիկն է, հա, ԿՊ-ի եւ ինքը միշտ այդ վարքագծով, հա, իր ոչ adekvat պահվածքը կներ, եթե ինքը սթափներ, հա, եւ կուլտուրական խոսար, դա է Վիլենի ոչ սթափ իրավիճակը, հա, այստեղ ինքը շատ վատ բան արեց, ինքը բացահայտեց որոշակի գաղտնի պայմանավորվածություն։ Հիմա քանի որ ես այդ մասին գրել եմ ստատուսս նաև ոչ միանշանակ ընկալվեց որոշակի մարդկանց ուժերի կամ չգիտեմ կողմից, եւս մեկ անգամ բացատրեմ, ես ինչ եմ, ես ասել եմ, որ այն ուժը, ում պետք է փոխանցվեր իշխանությունը, հենց ինքն է պահանջել է պատժել Վիլեն Գաբրելյանին։ Հիմա դա որ ուժն է, եկեք հասկանանք ընդհանրապես իրավիճակը որն է։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը անվտանգության անձնական անվտանգության բավական մեծ խնդիր ունի։ Մենք տեսնում ենք քանակը, հա, անվտանգության աշխատողների մենք տեսնում ենք ինչ է կատարում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ միտեղ է գնում, եւ դա նշանակում է, եթե կա որոշում, որ 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը հեռանում է իշխանությունից, իսկ այդ որոշումը կա, քանի որ Վիլեն Գաբրելյանը դա հարբած վիճակում բացահայտեց, դա նշանակում է, որ ինչ որ մի ուժի հետ, հա, Նիկոլ Փաշինյանը պայմանավորություն է ձեռք բերել գաղտնի, որ հեռանալուց իրեն ապահովելու են անվտանգության միջանցք, չեն կալանավորելի, ֆիզիկական բռնություն չեն կիրառելու, այսինքն ինքը ու իր թիմը հեռանալու են հանգիստ։ Դա նշանակում է, որ այդ ուժը, որը մենք չգիտենք որն է, իրեն երաշխիքներ է տվել անվտանգության եւ այդ ուժը սովորական ուժ չէ, հա, այսինքն ինքը բավականին հզոր ուժ է, որը կկարողանա այդ բանին զսպի այդ եւ կատարի իշխանության փոխանցումը։ Հիմա ինչ է ստացվում, կա գաղտնի պայմանավորություն, եթե գաղտնի չլիներ, մենք կիմանենք, չէ, դրա մասին, այսինքն ինչ որ պայմանավորվել են եւ Վիլեն Գաբրելյանը բացահայտում է։ Իսկ բիզնեսում, քաղաքականության մեջ եւ գաղտնի պայմանավորություն բացահայտվում են, դա մեծ դժգոհություն է առաջացնում եւ անվստահություն, ուրեմն քո պարտների նկատմամբ ում հետ դու պայմանավորվել ես եւ բոլոր դեպքերում այդ ուժը կամ այդ բիզնես պարտները կամ չգիտեմ այդ մարդիկ ովքեր պայմանավորվածություն ունեն, իհարկե իրենց պրետենզիաները պետք է ներկայացնեն կոնկրետ այս դեպքում Նիկոլ Փաշինյանն, այս ինչ է կանում։ Հա, եւ դրա հաջորդ քայլը անողին պատժելն է։ Եվ ես որ գրեցի, որ իրեն պատժելու են դրա համար եւ ինքը մանդատը դնել է, շատերը գիտեք ոնց են ասում են դե հա չի անի, կներեն, էս էլ կանեն, ասում չէ, ինքը շատ վատ բան է բացահայտել Նիկոլ Փաշինյանի համար եւ իրեն պատժել են տալու եւ Վիլեն Գաբրելյանի այսօրվա գրառումը ամբողջովին բացահայտում է այն, որ իրեն պարտադրել են այդ մանդատը դնել, ինքը չէր ուզում եւ ինքը փորձել է նաեւ վերգտնի իրեն ԿՊ-ում եւ մուրհանի այդ ամեն ինչից, սա է բացահայտ հիմա
ես չգիտեմ որ ուժն է, հա, որովհետև ես տրամաբանում եմ, ես վերլուծում եմ։ Եվ ին վերլուծության արդյունքը ցույց է տալիս, որ գաղտնի պայմանավորության մեջ առնվազն երկու կողմ կա եւ մի կողմը ահավոր դժգոհ է ԿՊ-ի արած բաներից, էլի։ Հիմա կհասնի 2026 թվականն արդեն մենք կտեսնենք, բայց իմ կարծիքը որոշակի իրավիճակ փոխվել է, որովհետեւ եւ քաղաքական ուժերը եւ արտաքին քաղաքական, այսպես ասենք, խաղացողները իրենք մոտավորապես բացահայտել են, որ այդպիսի բան գոյություն ունի եւ ես չգիտեմ հետագայում ինչ է լինելու, բայց ամեն դեպքում եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ պետք չի ներկապային ինչ-որ մեկը իր վրա վերցնի, որ ինքն է այն ուժը եղել, ում Նիկոլը պետք է փոխանցել իշխանությունը, բայց ամեն դեպքում ուղղակի պետք է արդեն սպասել, իսկ Վիլեն Գաբրիելյանն էլի, քանի որ սա ապրիլի 1-ին մի քիչ հումոր կարելի է անել, ուրեմն Վիլեն Գաբրիելյանը կարող էր չշտապել, մանդատ դնել, հա, եւ ինքը կարող այսօր վաղ անել, մի երկու ժամից ինչ-որ բան անել, միջև գային լրագրողին կալանավորեն ու արդեն ինքը հանգիստ իր համար ման գար։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։